Ողջույն սիրելի հայրենակիցներ, սիրելի գաղափարակիցներ, Facebook-յան ընկերներ ջան։ Ուրեմն ամսի 1-ից ցեզ մի հատ բանի մասին եմ ուզում խոսեմ, որ ինձ շատ տանջում է։ Ամսի 1-ից սոցցանցերում տեսնում եմ, որ որոշ հայերի կողմից այդ, չգիտեմ, վիրավորական ասեմ, արհամարական ասեմ, չգիտեմ, այդ ծաղրանքով պահվածքը խոսակցությունները Հայաստանի Հանրապետությունում գտնվող տուրիստների նկատմամբ։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում տարբեր պետություններից սպոսազրճիկներ կան, չգիտեմ, նաև ոչ թե մենակ սպոսազրճիկներ, այլ նաև կան մարդիկ, ովքեր իրենց բնակչության վայրն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում, ովքեր աշխատում են եւ աշխատանքի նպատակով եկել են Հայաստանի Հանրապետություն եւ տարբեր միջոցառումների ժամանակ մարդիկ ուղղակի մեզ հետ հավասար, ինչ չէ նաև մեզանից ավելի բարձր տրամադրությամբ վայելում են այդ տոնը։ Նախ ես արդեն իմ մոտ ֆիքսված են 3 հոգու անուն ազգանուններ, թե իրենք ոնց են ծաղրանքով եւ արհամարանքով խոսակցություն ունենում Հայաստանի Հանրապետությունում գտնվող տուրիստերի նկատմամբ եւ ես այդ մարդկանց դեմ շուտ գործընթացներ եմ պատրաստում երկուշաբթի օրվանից, վաղը աշխատանքային օր է եւ գիտեք իրանց հետ միան իրավական լեզվով կա խոսալու։ Այդ տարբերակ չկա, այդ տարբերակները կվնասեն ինձ, որը դա ինձ պետք չէ, միակ տարբերակը, միակ ճանապարհը դա օրինական ձևով խոսելն է, օրինական պատժելն է եւ ես վստահեցնում եմ, որ այն մարդկանց անուն ազգանները, որով ֆիքսված է, թե ինչ լկտի բառապաշարով եւ արհամարական վերաբերմունքով են վերաբերվում օտար երկա տուրիստների հասցեին, նաեւ կան արդեն խմբեր կազմված օտար երկա տուրիստերից, ովքեր պատրաստ են դատարանում իրենց ասելիքը ասեն։ Ես ուզում եմ ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բոլոր օտար երկա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում պետք է լինեն պաշտպանված։ Իրանց իրավունքները պետք է լինեն պաշտպանված։ Ես ինքս 12 տարի ապրել եմ Հայաստանի Հանրապետությունից դուրս եւ ինձ հետ դեպք պատահեց։ Ես Մոսկվա ինչ որ մի հատ սրճարանում նստած եւ մոտեցավ ինձ ինչ որ մի հատ վայելում ենք օրը, ինչ որ առիթ էր եւ ինձ մի ռուս սենց եկավ, չգիտեմ, սիմպաթիան չէր բռնել ինչ, ինձ ասեց չորնաժոպի։ Նենց բարձր արհամարանքով, տենց ծաղրանքով էր վերաբերվում ինձ հետ եւ ինձ անվանեց չորնաժոպի։ Եվ այդտեղ սկսեց քաշքշուկ եւ ոստիկանները մոտիկացան, իրավիճակին ծանոթացան, բանը հասավ նրան, որ արդեն իրավապահ մարմինները ուշադրության կենտրոնում հայտնվեցինք։ Եվ ասեմ ես որ տուժող ճանաչվեցի եւ այն ռուսը, որ ինձ անվանել էր չորնաժոպի, ինքը պատժվեց, օրենքով պատժվեց, ես տուժող ճանաչվեցի, իմ արարքը, իմ պահվածքը արդարացվեց եւ ես ինձ շատ լավ զգացի։ Այո, ինձ շատ լավ զգացի, սա հազվագյուտ դեպքերից մեկն է, որ չգիտեմ, Ռուսաստանում իրավապահ մարմինները ճիշտ աշխատեցին, իրավիճակը ճիշտ գնահատեցին եւ այո, անկեղծ ասում եմ, ես տուժող ճանաչվեցի ու ես ինձ լավ զգացի։ Հիմա ասելիքս ինչ է, մենք մի ազգ ենք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մի ազգ ենք, որի 70%-ը սփռված է աշխարհով մեկ։ Ով մենք հայերս որևէ բարոյական իրավունք չունենք օտար երկա քաղաքացիների հանդեպ նման ծաղրանքով եւ արհամարանքով վերաբերմենք։ Չունենք այդ բարոյական իրավունքը հայ մարդը, սիրելի հայրենակիցներ։ Մենք հայ մարդիկս, ով մենք որևէ բարոյական իրավունք չունենք, նման ծաղրանքով եւ արհամարանքով վերաբերվենք Հայաստանի Հանրապետությունում գտնվող տուրիստներին, որովհետեւ մեր ազգի 70%-ը սփռված է աշխարհով մեկ։ Ու մեր ազգը, որ աշխարհով մեկ 70%-ը սփռված է, իրանց լավ են զգում։ Ռուսաստանում իրանց լավ են զգում։ Միջոցառումների մասնակցում, ուրախանում, Ամերիկա, Լաս Վեգաս, Ֆրանսիա, աշխարհում ամեն տեղ։ Աշխարհում կա մի հատ պետություն, որտեղ չկա հայ,
ու որտեղ մեր այդ շատ սիրելի հայրենակիցները այդ պետությունում կազմակերպված միջոցառումներին չեն հավաքում, չեն ուրախանում, չեն վայելում այդ պետությունը իրենց ամբողջությամբ, իրենց ամբողջության հարմարով, իրենց ամբողջական հարմարավետությամբ եւ գեղեցկությամբ վայելում են, ուրախանում են։ Մեզ շատ հայրենակիցներ էլ ունենք, ովքեր հայ մարդիկ, ովքեր որ ուրիշ պետություններում այո իրենց պետությունը, իրենց հայրենիքը գտել են, հարմարվել են եւ շատ ուրախ զվարթ ապրում են այդ պետությունում։ Խի հայ մարդը այդ բարոյական իրավունք ունի, որ իր ազգի 70%-ը սփռված աշխարհով մեկ, որ տուրիստ ու մենք կարանք տուրիստների հանդեպ եւ անհամարական եւ ծաղրանքով վերաբերվենք, սա անգրագետության նշաններն է, սա դեբելության նշաններն է, սա տգիտության նշաններն է, որ նաեւ գիտեք ինչ, նաեւ սա պետության խնդիրն է։ Նաեւ սա պետության խնդիրն է, որ պետությունը իր բոլոր լծակներով, իրավական բոլոր լծակներով պետք է հստակ արձագանքի եւ գնահատական տա նման այդ տականքներին, ովքեր համանցածերով, նման արհամարանքով են վերաբերվում տուրիստներին, նման ծաղրանքով։ Սա Հայաստանի Հանրապետության, այո, ասում եմ ուղիղ պատասխանատու, սիրելի կառավարություն, սա շատ լուրջ խնդիր է, որը պետք է արժանանա ձեր ուշադրության կենտրոնում, սա իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում պետք է առաջանա եւ լուրջ գործողություններ պետք է կատարեն այս համացածում, այս տարածվող, այս անհարգալից վերաբերմունքը տուրիստերի նկատմամբ։ Ես հպարտ եմ, ես ուրախանում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տարբեր պետություններից տուրիստներ կան։ Ես հպարտանում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետություն 100,000-ավոր մարդիկ են այցելում տարբեր պետություններից, որպեսզի ամանորը դիմավորեն Հայաստանի Հանրապետությունում։ Ես հպարտ եմ, որ տարբեր օտար երկրացի քաղաքացիները այսօր իրենց բնակչության վայրն են հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Ես հպարտ եմ, որ օտար երկրյա քաղաքացիները աշխատանքի նպատակով գալիս են Հայաստանի Հանրապետությունում եւ աշխատում են Հայաստանի Հանրապետությունում։ Ես ուզում եմ ասեմ, որ բոլոր օտար երկրյա քաղաքացիներին, ովքեր այսօր երեք գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, ուզում եմ բոլորին ասեմ, զգացեք ձեզ այնպես, ինչպես կզգաք ձեր տունը։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք վայելում եք Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջության գեղեցկությամբ եւ հարմարվետությամբ։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ, որ դուք բարձր տրամադրությամբ, ամենայն բարձր տրամադրությամբ վայելում եք Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջական գեղեցկությամբ։ Ես հպարտանում եմ ձեզնով, որ դուք այո ամանորյա գշերը վայելեցիք Հանրապետության հրապարակում եւ ամանորյա գշերը դիմավորեցիք Հայաստանի Հանրապետության հրապարակում իր գեղեցիկը ճանաչող, իր գեղեցկությունը ճանաչող այդ գեղեցիկ միջավայրում։ Եվ ձեր տրամադրությունը բարձր էր, դուք շատ ուրախ, շատ բարձր տրամադրությամբ վայելում եք Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալություն ձեզ։ Զգացեք ձեզ այնպես, ինչպես կզգաք ձեր տունը։ Եվ որևէ մեկը որևէ բարոյական իրավունք չունի ձեզ այդ արհամարանքով վերաբերվի։ Որևէ մեկը որևէ բարոյական իրավունք չունի ձեզ այդ ծաղրանքով վերաբերվի։ Ոչ մի հայ մարդ այդ իրավունքը, այդ բարոյական իրավունքը չունի, սիրելի օտար երկրյա քաղաքացիներ, ովքեր որ գտնվում են տարբեր նպատակներով Հայաստանի Հանրապետությունում։ Գիտեք ինչի չունեն։ Ես ուզում եմ օտար երկրյա բոլոր տուրիստներին, զբոսաշրջիկներին ուզում եմ ասեմ, սիրելի օտար երկրյա քաղաքացիներ, մենք մի ազգ ենք, որի 70%-ը սփռված է աշխարհով մեկ։ Մենք մի ազգ ենք, որոնց 10-ից 15-20% ամանորը դիմավորել է Հայաստանից դուրս։ Ասելիքս ինչ է։ Ու մենք մի ազգ, որը 70%-ը սփռված աշխարհով մեկ, այդ ազգի ներկայացուցիչները սիրելի օտար երկրյա քաղաքացիներ, որևէ բարոյական իրավունք չունի դες այդ ծաղրանքով վերաբերվի։ Որևէ բարոյական իրավունք չունի։ Իսկ այդ մի քանի հոգին, ովքեր որ ձեզ այդ ծաղրանքով են վերաբերվել, իրենց համանցածով հեգնում են ձեզ, հավատացած եղեք, իրենք օրենքով կպատժվեն։ Ես ամեն ինչ անելու եմ իմ մոտ ֆիքսված անձնավորությունները, որպեսզի օրենքով պատժվեն։ Ամեն ինչ։ Երկուշաբթի օրվանից ես խոսել եմ տարբեր փաստաբանների հետ։ Կան 13 հոգի օտար երկրյա քաղաքացիներ, ովքեր պատրաստ են իրենց իրավունքները պաշտպանելու համար դիմեն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին, որպեսզի իրենց իրավունքները վերականգնվի։ Այո, իրենք պատրաստ են եւ տարբեր լեզուներով թարգմանած այս համացածում տարածվող այս ծահասների պահվածքը օտար երկրյա տուրիստերի նկատմամբ, թե ոնց են հեգնում, ոնց են ծաղրում, իրենք երկուշաբթի օրվանից դուք պատրաստվեք, որ դուք հայտնվում եք իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում եւ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները պարտավոր են օտար երկրյա
քաղաքացիների իրավունքները պաշտպանելու։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է օտար երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու։ Պարտավոր է, որտեղ Հայաստանի Հանրապետության 70%-ը, հայության 70%-ը սփռված է աշխարհով մեկ։ Ու Հայաստանի Հանրապետությունը կպաշտպանի օտար երկրի տուրիստների իրավունքները։ Կեցեք դուք օտար երկրի սիրելի տուրիստներ, զգացեք ձեզ այնպես, ինչպես կզգաք ձեր տունը։ Շնորհակալություն ձեզ, որ դուք Հայաստանի Հանրապետությունն եք, շնորհակալություն ձեզ, որ դուք վայելում եք Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջական հարմարավետությամբ եւ գեղեցկությամբ։ Եվ ես ցանկանում եմ, որ օր-օրի, ժամ առ ժամ Հայաստանի Հանրապետությունում ավելի շատ ավելանա օտար երկրի զբոսաշրջիկների այցելուների քանակը։ Բարի գալուստ։ Եկեք վայելեք Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունում զգացեք այնպես, ինչպես կզգաք ձեր տունը։ Եվ համոզված եղեք, որ ձեր իրավունքները պետք է պաշտպանված լինի։ Համոզված եղեք, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ձեր իրավունքները պաշտպանի եւ ձեզ հեգնողները, ձեզ ծաղրողները պետք է հայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում եւ արժանանան իրավական գնահատականի։ Ու երկուշաբթի օրվանից ձեզ ծաղրողները, ձեզից արդեն ծաղրածները կհայտնվեն իրավապահ համակարգի ուշադրության, իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում եւ կստանան իրավական գնահատական։ Չկասկածեք, զգացեք ձեզ այնպես, ինչպես կզգաք ձեր տունը։ Աստծով ամեն ինչ լավ առնելու։ Եկեք, ամեն օր ես ցանկանում եմ, որպեսզի ձեր այցելության քանակը ավելի ու ավելի շատանա Հայաստանի Հանրապետությունում։ Բարի գալուստ։